Պարոն Զաքարյան, ինչ որոշեցիք ընդհանուր, ինչ արդյունք տվեցին բանակցությունները։ Բանակցությունը չէ, աշխատանքային պրոցես է, աշխատանքային պրոցեսը կարծում եմ լավ ընթացավ։ Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավակվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի, եւ ավելի շուտ քան վաղը, բայց վաղը լրիվ ամբողջությամբ լրիվ կընկնի ռեժիմի մեջ։ Այս պայն այսքանը Քննարկումները ինչին էին վերաբերում, ինչին էին։ Տեխնիկական ես ձեզ ասացի, չէ, մենք քննարկում ենք ոնց կարողանանք համադրենք, որ մեկը մեկին չխանգարեն, գործանը չկանգնի։ Ուրիշ բան չենք քննարկում։ Այո, բա արդյունավետ է կառավարությունը։ Մնացած բանակցություններում էլ դուք Էական որևէ հարց չի եղել, պարզապես չփակվել էր, հիմա էլ այսքան կարճ ժամանակ Էական հարցի պատասխանը ես չի որ պետք է տամ, ընթացքում իրավապահները կհասկանան, իմ բանում չի։ հասկացաք, պարոն Զաքարյան, օրինակ այս 3 օրերի ընթացքում, որ գործարանը կանգնած է եղել, ինչ տեսակի վնասներ է կրել, այդ վնասների չափը հաշվարկվել են 3 օրվա ընթացքում, թե ոչ։ Մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել, նոր ենք քննարկում, մենք ոնց հասկացա ժամանակին հասել ենք եւ որևէ խնդիր չկա։ Կարծում եմ վաղը ընթացքը կգնա, որևէ խնդիր չի լինի։ Ճշտում էլի, եթե բնակիչները ակցիա չանեին, էլի այս որոշումը լիներ։ Ես նախագահստեան գլխավոր տնօրենը չեկավ։ Թող ասեն, ես քանի օր է իրենց հետ կապի մեջ եմ ու Զաքարյանը 3 ամեն ես միշտ խոսացել եմ, միշտ փորձել ենք այդ հարցը լուծենք, արագի մեջ շտկել ենք լուծել ենք գնացել աղջիկ։ Նկատի ունեմ գործարանը որ շարունակում է աշխատանքները, այդ որոշումը կայացվել է։ Այդ որոշումը երեկվանից այդ որոշման համար գործողություն են կարել, այսօր կայացել ենք Իսկ այն, որ այս ընթացքում աշխատակիցները այսօր բողոքի ակցիայի ժամանակ նշեցին, որ եթե անախորտ անգամներին հարկադիր պարապմունքի են գնում եւ նայեք, այդ տեխնիկական հարցեր են իրավական, որը տնօրինության շրջանակներում է, եթե կգա կհասնի մեզ, մենք էլի տնօրինության հետ բավականին լավ կաշխատենք, կարծում եմ այդ հարցերն է Պետության եւ իրավական միջամտություն է եղել, մենք հասկանալ այդ փոխհատուցումը, աշխատակիցները հարկադիր պարապմունքի չեն ուղարկվել։ Հարգելի գործընկերներ ջան, այդ արդեն տնտեսվարողի շրջանակում է, ես այդ հարցին չպատասխանեմ։ Պարոն Զաքարյան, իսկ այն ընկերությունները, որոնք այս ընթացքում, որոնց դռները այս ընթացքում նորից պարապմունքվել են, չեն աշխատում, ունեք տեղեկություն, հնարավոր է այս ճանապարհը։ Շատ ընկերություն, Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող, ունեք տեղեկություններ այդ ընկերություններից, այս ձևաչափով կարող են աշխատել։ Համակարգում արդյունաբերության ոլորտին է այս պահին շատ կարևոր է։ Քննարկում չեք ունեցել գործընկերների հետ էկոնոմիկայի Տարբեր քննարկումներ ենք ունեցել, բայց չէ, կոնկրետ հարցի որևէ բան բացատրելու բան չկա։ Պարոն Ծառուկյանը նաև մթերող այսպես հա ընկերություններ գործարաններ ունի, մթերող գործարաններ ունի։ Ես կարծում եմ որևէ գործարան, ես կարծում եմ որ որևէ գործարան չի տուժի եւ բոլոր գործարանները նորմալ շարունակեն այս աշխատանքային պրոցեսները, ոնց որ առաջիկայում շարունակի արած համայնքը։ Նաև այդ մենք մեթեշնան։ Նաև ստացվում է ոչ միայն գործանը, նաև գյուղացիներ են, ովքեր պիտի գնան մթերեն եւ այլն։ Իսկ վարչական շենքի աշխատակիցները չեն սկսել աշխատանք, մասով ինչ կասեք։ Դա արդեն մի քիչ այլ իրավական պրոցեսներ է, ժամանակի ընթացքում դա կլինի։ Այսինքն մենք ճիշտ եք հասկանում, միայն այս շենքի աշխատանքները այս պահին որ չեն կարող որևէ գործողություն իրականացնել, իսկ այն գործանի մնացածը կաշխատի։ Մի ուրիշ հարց էլ աշխատակիցների հետ կապված ինչ-որ բան ասվել է, բոլորը շարունակելու են Այս պահին որևէ խնդիր չկա, ոչ։ Չէ՞, ոչ մի բան չեք անում։ Այս պահից սկսած աշխատելու են։ Շնորհակալ ենք։